Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դիզվառելիք են հափշտակել հակակոռուպցիոն կոմիտեից հայտում են, որ գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը պահեստ մուտքագրելու փոխարեն որոշել է վաճառել եւ գնորդ գտնելու համար դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին։ Վառելիքը գնորդի մեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվելիս գումարը բաժանվել է նշված երկու անձանց միջև։ Դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա դիզելային վառելիք, բայց չեն կարողացել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին, պահեստապետին, դասակի հրամանատարին եւ վառելիքի գնորդին։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին առևտրային կազմակերպության տնօրեն ԱԿ-ին հաղթող ճանաչելու համար կառուցապատողից Երևանի Աբովյան, Արամին, Ալբանդյան եւ Պուշկին փողոցների հատվածներում կառուցվող բնակելի շենքերում ընդհանուր 200 քառակուսի մետր մակերեսով բնակարան է կաշառք ստացել։ Կաշառք տալու եւ փողերի լվացման օժանդակելու համար ԱԿ-ին մեղադրանք է ներկայացվել։ Լևոն Սարգսյանին, որը հետախուզման մեջ արդեն 6 տարի եւս նոր մեղադրանքի առաջադրվել, ըստ որի վերջինս դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանից եւս խոշոր չափերով կաշառք է ստացել։ Միջազգային հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է ողջ-առողջ մարդկանց ներքին օրգանների գործարքներով։ Գլխավոր դատախազության եւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները Ղազախստանի ԱԳՆ-ի աջակցությամբ Լեհաստանից արտահանձնել են մարդկանց ներքին օրգանների անօրինական վաճառքի համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացու, որի դերը դոնորների եւ օրգաններ ստացողների միջև հանդիպումների որոնումն ու կազմակերպումը, օրգանների գնման, վաճառքի եւ փոխպատվաստման գաղտնիության եւ կազմակերպչական աջակցության ապահովումն էր։ Ընդհանուր առմամբ հանցավոր խմբի անդամները ինչպես Ղազախստանում, այնպես էլ այլ երկրներում կազմակերպել են ողջ-առողջ մարդկանց օրգաններին առնչվող 56 անօրինական գործարք։ Կասկածյալը, որը ներկայում նախնական կալանքի տակ է, ձերբակալվել է Լեհաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ եւ արտահանձնվել Ղազախստանին։ Հարուցված մեղադրանքներով նախատեսվում է 8-ից 12 տարվա ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրության հանցավոր ցանցը գործել է 2017-ից 19 թվականներին եւ ընդգրկել է Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Қырғызստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Թայլանդը։ Վաղար շաբաթ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն իր ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց աջակցությամբ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով եւ ուղղակի վաճառքով օտարել է շոկայականից բազմակի ցածր գներով։ Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս, հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը եւ տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։ Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում Դիանա Գասպարյանին եւ նրա հետ փոխկապակցված եւս 4 անձի, այդ թվում ամուսնուն եւ նրա հորը մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման եւ գույքի չհայտարարագրման համար։ Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 միլիոն դրամ կատարել փողերի լվացում։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ անհափշտակված գումարը ելքագրումների կամ խաղային պարտությունների տեսքով փոխանցել է տարբեր կայքերում այլ անձանց անվամբ գրանցված եւ իր կողմից փաստացի կառավարվող խաղային էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին, ստանալով դրանք տնօրինելու հնարավորություն։ ՄԱ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր Խաչատուր Մայրապետյանի եւս մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Խաչատուր Մայրապետյանը 2013-ից 19 թվականների ընթացքում 3 ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր եւ ստացել 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35700 լիտր բենզին։ Այնուհետև Գիտությունների ազգային ակադեմիայի ԳՍ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ընթացիկ գործունեության գիտարշավների եւ տեղական գործողումների իրականացման պատրվակով փոխտնօրենի եւ վարորդի օժանդակությամբ տարբեր չափի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել։ Քրեական վարույթից բացի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով։